All right, hi. So it's 2:56. I just unpacked everything. I'm at the residency. I'm a bit tired. I need to go to bed now, but it feels so good to be back here. I'm here to do an arts residency, but parallel to that, I want to start a project where I'm going to interview and record artisans doing what they do, because for me, artisanal practices are radical, and that's something I want to celebrate and highlight. And I'm going to start with Armenia, and we'll see where this goes. Ուզում եք տենակ ոնց ենք սակում։ Անգամ է թելերը տանելու, պետք է սենց խաչ վրա լինի։ Եվ այդպես վերվարն էլ է թելին վրա չի մաշեցներ թելը։ Այս մեկը, որ միտեղ տեսնես ինձ։ Ինչ գնաք եթե սխալ տեսնեք։ Ես դեսակն եմ որ գքանթեմ, սոչամ գիտեր դուք ինչ կան։ Չէ, պետք է ապրեք սխալներն են։ Մասկը գազնը, չէ։ Այսպես։ Ինձ կողմից բռնի, թելը քաշնես, քաշինքան, որ խփում ես։ Հիմա հաջորդը ոտերը փոխում ես, հաջորդ մեկու մեջը։ 2 եւ 4։ 2 եւ 4։ Հա։ 2 եւ 4։ Հա։ Okay. Սա հայերեն կոչվում է դուրք։ Դուրք։ Իսկական հայ կանոն դուրքն է։ Բայց ասում ենք դրուկի անի, կավի անի։ Մի փոքր մեծացնեմ։ Քեֆ է, հա։ Կապարիչ։ Բնակ։ Decorație. So cool. Կամ սենց։
Մոշադիր նայի։ Wow. Հետո Հետո գահանեք, հա։ Արդեն գիտես ցնկ վրայից։ Եկվանքու։ Ինչ կասեք, մեկը բանը ասեք, որ սա։ Բնակ։ Բնակ, ասպես ներսեն դուրս այսպես։ Հանգիստ։ Փրկի։ Մի ձերքով, սպասի, սպասի։ Նույն հաստությունը պահելը արդեն փոքր է։ Հա, նույն հաստությունը պահելը դժվար է։ շատ դժվար է։ Բանանքով է։ Կրմեք մեջը հանգիստ պարկասնում։ Վերցրու։ Հա։ Քամի։ Ու հետո այսպես ներսեն դուրս։ Ներսեն դուրս ապրես։ Այսպես մեծ հետելից բրդի, որ ինքը կարա ջուրը հավաքի։ Ու սենց հանգիստ արա, ինքը ոչ մի բան չի լինի։ Շատ ուժեղ չես սեղնում, հանգիստ ձգում ես։ Հեսար։ Վերցրու այս ամենատակից բրդին, ապրես։ Դուք տագի մասը մաքրում եք հետո կամ սպասում եք որ Հետո ես չորանա։ որ չորանում այն ժամանակ է, մի քիչ պնդելուց հետո մաքրում եմ։ Կանաղամանա գիտես։ Ինքը հեղի կնոջ ձևով ասալված։ Արևը իր սերմի հետ։ Ինքը տղամարդը ցույց է տալիս, որ կնոջ հետ է։ Դրա համար կինը հղի։ Սա գողնոցն է։ Գողնոցը հին հայերը կապել են մենակ ամուսնացած կանայք։ Միայն իրանց է կարելի եղել։ Չամուսնացածներին չի կարելի եղել կապել գողնոց։ Սա էլ ամուսնության որպես նշան։ Սա կուրսքն է։ Կուրսքը երեխայի ապահով ապրելն է, որ երեխան սնունդ ունի, ինքը պաշտպանված է, դրա նշանն է։ Սա մազերն է, յոթը որպես հայկական թիվ կնշանակի շատ, իսկ հյուսը կնշանակի գեղեցկություն։ Այսինքն շատ մեծ գեղեցկություն մայրությանը։ Մայրությունը համարվել է հայկական մշակույթի ամենամեծ գեղեցկությունը։ Սա իր գլխազարդն է։ Սրա վրա եղել են մետաղներ, մետաղադրամներ կլոր, տեսել ես չէ հայկական կրածների մեջ։ Կինը ինչքան ամուսնության հետ կապված, երեխա սերունդ տալու հետ կապված շատ գործողություն ա ունեցել իր կյանքում։ Իր գլխին այդքան շատ մետաղադրամներ են ավելացել։ Առաջինը, երբ որ կինը ամուսնացել է այդ ժամանակ, նրանից հետո ինչքան երեխա ա ունեցել, ամեն մեկին ավելացել։ Նրանից հետո երբ որ իր երեխան ա ամուսնացել, նորից ա ավելացել։ Նորից է երեխա ամուսնացել, հետո երբ որ իր երեխաներն են սկսել երեխա ունենալ, նորից է ավելացել, ու կանայք են եղել, որ 100 հատ, 150 հատ եղել է այդ մետաղադրամները։ Իմ պապիկը ասում է, որ երեխաները մեր ոսկե ֆոնդն են։ Իրական է, իրական։ Հա, հենց հին ժամանակներում էլ հենց տենց ա եղել, մարդը ինչքան շատ երեխա ունեցել, ինքն է համարվել հարուստ։ Իր նյութական հնարավորությունը այդքան մեծ նշանակություն չի ունեցել հարստության համար։ Ճիշտ է։